Ես ջուղայեցիների թոռ եմ, որոնց համար շատ կարևոր է եղել եւ է հայոց եկեղեցին, հայրենիքը եւ մեր պետականությունը։ Իմ նախնիները դարեր շարունակ Իրանում ապրել են այդ հոգով եւ սիրով եւ նախնիներս երկու կողմից 1946 թվականին հայրենադարձվել են եկել Հայաստան։ Բնականաբար եկեղեցին մեր կյանքում միշտ եղել է։ Ես շատ լավ հիշում եմ, որ հայրիկս միշտ Զատկի եւ Սուրբ Ծննդյան տոների մեզ բերում էր մայրաթոռ, որպեսզի Վազգեն վեհափառը անցնելիս մեր գլխին դներ։ Պապս հավատավոր մարդ է եղել, դպրական անգամ ծառայություն է մատուցել Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ Ես երբեք չեմ մտածել հոգևորական դառնալու մասին։ Իմ նպատակն է եղել դառնալ գիտնական, դիվանագետ։ Երկար տարիներ զբաղվել եմ լուսանկարչությամբ, անգամ մրցանակներ ունեմ, բայց ինչ-որ մի բան, այնուամենայնիվ դպրոցն ավարտելուց հետո, կարծես թե եղել է մեջս, ուզում էի գիտնական դառնալ, այն ժամանակ ուսումնասիրում էի համեմատական լեզվաբանություն և տեսնում էի, որ մեր կարևոր հայագետներն ավարտել են Գևորգյան հոգևոր ճեմարան։ Ես դպրոցում շատ լավ եմ սովորել, գերազանց եմ ավարտել և իմ բոլոր ուսուցիչների, իմ ծնողների, հարազատների համար անակնկալ էր, որ ես ասացի գնում եմ ճեմարան։ Եվ բնականաբար ճեմարան ընդունվելով տարիների ընթացքում արդեն նաև մեջդ այդ կոչման զգացողությունն է արթնանում։ Ես երկար տարիներ սարկավագ եմ եղել, ծառայել եմ ամենածանր վայրերում, միշտ գրել եմ, փորձել եմ կապս աշխարհի եւ մարդկանց հետ երբեք չկտրել, որովհետեւ իրենք ինձ համար եղել են աղբյուր, բայց ես մի շատ կարևոր իմ կարծիքով լավ բնավորություն ունեմ։ Ես երբեք ինքս ինձ չեմ դավաճանում։ Եվ այն խոսքը, որ միշտ հոգևորականներին ասվում է կարգիդ մեջ հաստատ լինես, ես փորձում եմ իմ ամեն օրը այդ հաստատուն լինելու եւ հավատարմության ուխտի մեջ լինել։ Գիտեք, հոգևորականներն էլ մարդիկ են, կարող են սխալվել, սայթաքել, գայթել, բայց շատ կարևոր է ճիշտ ժամանակին անդրադարձ կատարելը, ապաշխարելը եւ վերադառնալը։ Ինձ համար լինել հայոց եկեղեցու հոգևորական վարդապետ ծայրագույն պատիվ է եւ հանձնառություն։ Եվ ես կարծում եմ, որ իմ կյանքում այն բոլոր փորձությունները, որոնց միջոցով ես անցել եմ, մի քանի անգամ մահվան վտանգի առաջ կանգնելով, կարողացել եմ փրկվել Տիրոջ օգնությամբ եւ այն մարդկանց շնորհիվ, որոնք ամեն օր աղոթում են ինձ համար։ Երբ որ ետ եմ նայում դեպի այն կետը, որից սկսվեց իմ հոգևոր ճանապարհորդությունը, ինչը որ ինձ առաջնորդեց գալու դեպի եկեղեցի եւ ի վերջո դառնալու եկեղեցու սպասավոր, դա խորհրդանշական, այսպես տյառն ընթառաջ էր, եթե կուզեք։ Երբ որ ես տարիներից հետո եմ գնահատում, իսկապես գնահատականները վերաբերում են շատ ավելի այն ճշգրիտ պատճառին, որի համար եղավ դա։ Եվ իմ պատկերացմամբ դա աստվածային նախախնամությունն է։ Ես ինչքան ուզում եմ պարզ բառերով դա բնութագրել եւ այսպես խոսել, բացատրել, դա չի ստացվում, որովհետեւ նախ այն միջավայրը, այն ընտանիքը, այն ընտանեկան կապերն ու շփումները, որը ես ունեցել եմ, իմ ծննդավայրը Էջմիածին քաղաքն է, Վաղարշապատը, եւ մայրաթոռ գալը, ճեմարանականների հետ շփվելը, հաղորդակցվելը, անգամ եկեղեցականների մեր տան բոլոր տեսակի առիթներին ներկա լինելը ինձ համար սովորական, ուրեմն փորձառություն էր կյանքի։ Ես մեծացել եմ հենց այդպիսի շունչի տակ։ Ինձ համար շատ սովորական էր լինել, երբ որ մեր շրջանակներում պետք է լիներ հոգևորական, իր սև հագուստով, իր շատ այսպես հղկված խոսքով, իր այսպես խրոխտ կեցվածքով եւ փոքրուց ինձ ձգել էր այդ հոգևորականը այդպիսի ուրեմն կերպարը։ Ես ներշնչվել եմ այդ կերպարից եւ ոնց են ասում, Աստված եմ կանչել, ես իսկապես կարողանամ լինել այդպիսի խոսքով, գրագիտությամբ, պահվածքով, մշակույթով անձնավորություն։ Եվ սա ինձ համար այսպես ձգտում էր, հոգևոր ձգտում էր։ Ունեի մի ընկեր, ով որ ինձ դասարանցի էր,
եւ ինքը մեկ օր առաջարկեց գնալ այցելել եկեղեցի եւ դառնալ խորանի տղաներից մեկը։ Այն ժամանակ դպրոցական էի ես եւ մտածեցի կարող են գնալ Վաղարշապատ քաղաքում Սուրբ Աստվածածին եկեղեցին կար։ Դա եղավ ինձ համար առաջին այն խորանը, որ ես բարձրացա սպասավորելու եւ այն վայրը, որը հաճախելով նաեւ մասնակցում էի ժամերգություններին, այնուհետեւ նաեւ պատարակներին եւ դա ինձ համար առաջին այսպես փոքրիկ հոգեվոր դպրոցն էր, որտեղ ես փորձեցի այսպես խմորել իմ հոգեվոր կյանքը։ Ինչպես ստացվեց, ինքը պատճառ դառավ, որ ես մտնեի եկեղեցում ծառայելու համար, ինքը մի պահի ինքը գնաց եւ ոնց որ ինձ տարավ եւ ինքը գնաց։ Հիմա էլ երբ որ իրեն տեսնում եմ, խոսում ենք, զրուցում ենք, այս նույն բանն ասում եմ իրեն, որ ինչպես էր դու ինձ տարար եկեղեցի, բայց դու չմնացիր։ Եվ նորից գալիս եմ այն մտքին, որ դա աստվածային նախախնամությունն է, որ ուղղակի ձեռքիցս բռնած ինձ առաջնորդեց դեպի եկեղեցի։ Այնուհետև բարեբախտաբար այդ եկեղեցական նախնական փորձառությունը ունենալուց հետո հիշում եմ գեղեցիկ այդ օրերը այդ ժամանակ, որ այսպես պատանի էինք եւ շատ երիտասարդներ կան, պատանիներ կային, թե ինձանից փոքր, թե ինձնից մեծ, որ հաճախում էին հենց այդ նույն եկեղեցին, Տեր Հովսեփին ունեինք իբրև հոգեվոր հովիվ եւ ինքը հաճախ նաեւ որ կաթողիկոսարանում ժամանակին աշխատել էր, եթե կուզեք այսօրվա իմ փոխարեն, ինքը այն ժամանակ նաև կազմակերպում էր այսպես փոքրիկ ուխտագնացություն դեպի թե Մայրաթոր ու թե նաև Երջանկայի շատակ Վազգեն կաթողիկոսի մոտ։ Մենք ունենք այդ գեղեցիկ հիշողությունները, երբ որ մենք այդպես կարգով, շարքով, մի հսկա թափորով մենք Աստվածածին եկեղեցուց ուղակի ոտքով քայլելով գալիս էինք մինչև Վեհարան հանդիպելու նորին սրբության հետ։ Սա ինձ համար այդ մանկական գեղեցիկ կամ պատանեկան գեղեցիկ հուշերի հիշողությունների մեջ դաջված է եւ հիշում եմ նաեւ ուրեմն Վազգեն կաթողիկոսի իր այսպես հայրական, մեծ հայրական թե կեցվածքը, թե խոսքը ու թե նաեւ այն ներքին զգացողությունը, որ ինքը ապրում էր տեսնելով, որ այսքան պատանիներ եկեղեցում շապիկ հակած ծառայում են խորանների վրա։ Իր համար դա հոգեվոր ցնծություններ եւ դա զգացվում էր իրենից եւ ինքը միշտ այսպես քաջալերանքով ուզում էր, որ այդ սերունդը իսկապես վերաճի եւ դառնա վերածվի հոգեվորականության։ Իմ կյանքում ավելացան թերևս պատասխանատվությունները։ Ես լրիվ ուրիշ տեղում կլինեի կյանքում, եթե ընտրած չլինեի այս ճանապարհը։ Այն ժամանակ դեռևս խորհրդային տարիներն էին, իմ պատկերացման մեջ, չգիտեմ էլ ինչու, մտածում էի պոլիտեխնիկական ինստիտուտ պիտի գնայի, բայց չէ հասկանում դա ինչ էր նշանակում այն ժամանակ։ Բայց ճեմարանը ինձ բարեփոխեց, կրթեց, դաստիարակեց եւ ես լրիվ ուրիշ տեսակ մարդ դարձա։ Հիմա ինձ համար դժվար է ասել, թե ես ուր կլինեի, ինչպիսին կլիներ իմ կյանքը, բայց վստահաբար չէր լինի այն, ինչ ասեմ, հոգեվոր բարձունքին, հասկացողության, գիտակցության այն բարձունքին, որը այսօր ունեմ ես։ Եվ դրա համար փառք եմ տալիս Աստծուն։ Իսկապես Աստված է ընտրում մարդկանց։ Ես միշտ կարծել եմ, որ մեր ընտրությունը կյանքում մեր գործողությունների հետ կապված 20-ից 25%-ից ավել չի։ Դրա շատ ավելի մեծ մասը բաժին է ընկնում Աստծուն, որ ինքը ուղղակիորեն ուղղորդում է իր աստվածային ծրագրերի համար ընտրելու մարդկանց, մշակներին, անոթներին, եթե ավետարանի խոսքը օգտագործեմ, որը պիտի օգտագործվի ուրեմն տաճարական կյանքը կազմակերպելու համար։ Ուղղակիորեն ես փառք եմ տալիս Աստծուն, շնորհակալ եմ Աստծուն, գոհ եմ շատ, որ ինձ ընտրեց իբրև մի անոթ եկեղեցու ծառայության համար։ Մի փոքրիկ խունկ այն բուրվարի մեջ, որը մատուցվում է եկեղեցում։ Ընդհանրապես ամեն հոգևորականի կյանքում շատ կարևոր է զգալ իր օրհնության արդյունքը։ Երբ նոր էի ձեռնադրվել, ձմռան ցրտաշունչ մի օր, ինձ ասացին, որ պետք է մկրտություն կատարեմ 6 օրական մի երեխայի, որը մահամերձ էր 40 աստիճան տաքության մեջ, բժիշկները այլևս որևէ հույս չէին տալիս, բայց հավատավոր ծնողները ցանկանում էին, որ իրենց զավակը մահանա իբրև քրիստոնյա։ 3 հոգի էին մասնակցում այդ մկրտությանը, ծնողները եւ կնքահայրը։ Չեմ թաքցնում, ես իմ կյանքի ընթացքում 6 օրական երեխա տեսել էի, բայց երբեք չեմ բռնել։ Եվ շատ դժվար էր։ Բայց ես սրտանց միասին իրար հետ աղոթք արեցինք, երբ ես երեխային ավազանի մեջ ընկղմեցին,
հետո հանեցի, որ պիտի հանձնեի կնքահորը, այտս կպցրեցի երեխայի այտին, մեր ծնողները այդպես են անում, չէ, տեսնելու համար տաքություն ունենք, թե ոչ։ Եվ զգացի, որ տաքություն չունի։ Բայց քանի որ երիտասարդ հոգևորական էի, ծնողին ասացի՝ մի հատ դուք նայեք, տաքությունը ինչ էր։ Մկրտությունից հետո այդ երեխան արդեն շուտով չափահասության կմոտենա, 2 անգամ իրեն տեսել եմ։ Իրենք չգիտեին, թե ես ով եմ, ապրում են Ռուսաստանում, բայց հեռուստացույցով ինձ տեսնելով գտել էին եւ ինձ համար Grand Candy-ի կոնֆետներ էին նվերներ բերել։ Եկել էին շնորհակալություն հայտնելու։ Ես շատ ուրախացա եւ ասացի, որ դա ձեր հավատքի արդյունքն էր, բայց նաեւ ուրախացա, որ Աստված պահում է այդ օրհնությունը։ Մեկ այլ դեպք էլ պատմեմ։ Իմ ընկերներից մեկը կնքահայր էր քաղցկեղով հիվանդ մի տարեց մարդու, որը մեկ շաբաթ հետո պիտի մեկներ Սանկտ Պետերբուրգ, այնտեղ ինստիտուտ կա եւ հիվանդանոց, որտեղ պետք է անցներ ծանր վիրահատություն։ Անկեղծ ասած ես չեմ իմացել, որ տվյալ մարդը քաղցկեղով հիվանդ է։ Մկրտությունը արել եմ, վերջացրել եմ եւ վերջերս հանդիպեցի կնքահորը եւ խոսում էինք տարբեր թեմաներից, ասած գիտես հայր Սուրբ, մոռացել եմ քեզ ասել, այդ մարդը երբ որ մեկնել է Սանկտ Պետերբուրգ, բժիշկները զարմացել են, որովհետև նկարները եղել են, տեսել են, որ այդ ուռուցքը փոքրացել է եւ անգամ չեն վիրահատել։ Եվ ինչեւ հիմա այդ մարդը ապրում է կենթանի փառք Տիրոջ։ Նման ընդհանրապես հրաշքները, որոնք լինում են, կարևոր են քրիստոնեական վկայության համար, բայց նաեւ մեզ համար։ Ինչու՞, որովհետև դու տեսնում ես, որ քո արված աղոթքը տեղ է հասել։ Ես հիշում եմ, որ Աբովյան քաղաքում այցելեցի մի տատիկի, որը 3 օր մահամերձ էր։ Եվ շատ հետաքրական էր, որ բժիշկները ոչ մի հույս չէին տվել, ասել էին պարզապես պիտի աղոթք անեք, որ մահանալու է տատիկը։ Երբ գնացին, ճանապարհին մի անգամից զանգահարեցի իր զավակին եւ ասացի, որ տատիկը մկրտված է թե ոչ։ Ասացին չգիտենք, ամենայն հավանականությամբ մկրտված է։ Խնդրեցի, որ հարազատներից, կենթանի մարդկանցից ճշտեն, մկրտված է թե ոչ։ Ուրեմն 3 օր տատիկը անշարժ պառկած էր, մոտեցա, 2 ձեռքս դրեցի գլխին, տատիկը աչքերը բացեց։ Ասացի տատի ջան, եկել եմ քեզ համար աղոթք անելու, որ առողջանաս, վեր կանգնես։ Հիմա հարազատները, զավակները զարմացել են, տատիկը 3 օր ոչ մի բան չի տալիս, ռեակցիա։ Եվ հարցրեցի, ասացի, մի հարց ունեմ, արդյոք մկրտված ես, եթե մկրտված ես, 2 անգամ աչքերդ թարթիր։ Հիմա 2 անգամ թարթեց աչքերը, ասացի կարող է լավ չտեսա։ Ասացի տատի ջան, հաստատ մկրտված ես, մեկ էլ ձեռքով էսպես արեց, ես ինչ ես ասում, էլի, մկրտված եմ։ Ուրեմն աղոթք արեցի, բժշկության աղոթք։ Զավակներին ասացի, որ մեղաները կարդացեք, նաև մեղքերին թողություն տվեցի, պահպանիչ կարդացի, ոգևորեցի տատիկին, որը չէր խոսում ընդհանրապես, եւ վերադարձա։ Անցել էր 1 տարի, ով ինձ հետ կապվել էր, հարցրեցի։ Ասացի, միշտ մտքովս անցնում է տատիկը, ինչ եղավ։ Որովհետև այնպիսի դիագնոզ էին տվել, որ տատիկը պիտի մահանար։ Ընկերս ասաց, չգիտեմ ինչ եղավ, բայց մի քանի օր առաջ տեսել եմ հողը փորում էր։ Սա է հոգևոր մարդու զորությունը, սա է։ Երբ որ անհնարինը հնարավոր է դառնում Աստծո օգնությամբ։ Երբեք չպետք է դադարել երազելուց եւ երբեք չպետք է հավատը կորցնել։ Աստված այնպիսի բաներ կարող է անել մեր կյանքում, որ մենք մարդկային մտքով չկարողանանք հասկանալ, բայց Աստված մի բան է մեզանից ուզում՝ հավատարմություն, որի պակաս այնքան կա այսօր մեր կյանքում։ Իսկապես ծառայության ընթացքում եղել են ինձ համար երևի սովորական դարձած, բայց մարդկանց համար խորը հուզմունքի առարկա հանդիսացող ուրեմն փոփոխությունների, եթե կուզեք հրաշքների։
Հիմա շատ չեմ բացահայտի, որովհետև դա ուրեմն նաև այսպես հովական, չասեմ գաղտնիք է, բայց խորհրդապահություն է, որովհետև դա վերաբերում է ուղիղ մարդկանց անձնական կյանքին։ Օրինակ, շատ ու շատ երեխաներ, որոնք որ չեն խոսել եւ մի քանի ուրեմն եկեղեցու այցելությունից հետո ծնողները զարմանքով կամ հիացմունքով, այսին այդ հրաշքի արագությունը, թե ինչպես դա տեղի ունեցավ։ Բազում զույգեր, որոնք որ երեխա չունենալու պատճառով շատ տխուր էին, շատերին չէր անձնապես ճանաչում, ուղղակի իրենք ժամանակ առ ժամանակ գալիս էին, աղոթք էին խնդրում եւ աղոթք էին մենք ամատուցում։ Եվ ուրախացած եւ կամ արդեն մայրանալու ճանապարհին զույգը մոտենում էր եւ ասում էր հիշում եք դուք եք մեզ աղոթք արել, որ մենք այս հրաշքին սպասում ենք, որովհետեւ որևէ հույս բժիշկների կողմից չի եղել, բայց մենք ուղղակի հավատում էինք եւ մտածում էինք, որ իսկապես Աստված այդ հրաշքը պիտի տա, պիտի գործի մեր կյանքի մեջ եւ մենք իսկապես սիրում ենք իրար։ Մեզ համար անհնարին պիտի լիներ առանձին ապրելը։ Եվ այդպիսի շատ հրաշքներ տեղի ունեցել են իմ գոնե հովական ծառայության շրջանին, մանավանդ դա կապված էր նաև Գեղարդավանքի հետ եւ հիմա էլ այնտեղ իբրև այցելու եկեղեցական կիրակի օրերին հաճախում եմ եւ ունեմ այդպիսի իսկապես վկայություններ։ Սրանք հորինված պատմություններ չեն, սրանք իրական պատմություններ են եւ ով չի ուրեմն հավատում, անգամ դժվարանա հավատալ, ես կկոնկրետ կուղղորդեմ այդ մարդկանց եւ իրենք կպատմեն իրենց կյանքի այդ մեծագույն հրաշքը։ Եվ հրաշքները իսկապես կան կյանքում, բայց դա ոչ թե կախարդական հրաշքների մասին է խոսքը, դա իրական հրաշքների մասին է խոսքը։ Մարդկային կյանքի մեջ իրական ապրում առաջացնող հրաշքների մասին է խոսքը, բայց դա վերաբերում է հավատացյալ մարդկանց։